Իսրայելի վարչապետի սուր քննադատությունը Եվրամիության հասցեին անպուտության պատճառով լրագրողների ականջն է ընկել։ Հունգարիայի, Չեխիայի ու Սլովակիայի վարչապետների հետ փակ հանդիպմանը Նեթանյահուն դժգոհել է Եվրամիությունից, որն իր երկրին քաղաքական նախապայմաններ է ներկայացրել։ Նեթանյահուի զայրույթը հեռարձակվել է տասնյակ արտասահմանցի թղթակիցների նյուզրում, քանի որ վարչապետի բարձրախոսն ու լրագրողների ականջակալներն անջատված չեն եղել։ Եվրամիությունն անընդհատ ինչ-որ քաղաքական նախապայմաններ է դնում մեր առջև։ Ռուսաստանը պայմաններ չի դնում, Հնդկաստանը չի դնում, Չինաստանն ու Աֆրիկան էլ չեն դնում։ Մի փորձեք խանգարել եվրոպական արժեքներն ու շահերը պաշտպանող, միգրացիոն զանգվածային հոսքը դեպի Եվրոպա կանխող արևմտյան տիպի երկրին։ Բավական է հարձակվեք Իսրայելի վրա, ժամանակն է աջակցել մեզ։ Եվրամիությունը կթուլանա կամ ընդհանրապես կվերանա, եթե չփոխի իր դիրքորոշումն Իսրայելի հանդեպ։ Ամենապաշտպանված քաղաքական գործիչը Բուդապեշտում է իսրայելապաղեստինյան նոր լարվածության ֆոնին, որը սկսվեց տաճարների լեռան սրբավայրերը հսկող իսրայելցի ոստիկանների վրա հարձակումից հետո։ Իսրայելը փակեց մահմեդականների ու հրեաների համար հավասարապես սուրբ համարվող լեռան ճանապարհը։ Այստեղ է գտնվում Ալ-Աղսա մզկիթը, որի մուտքի մոտ իսրայելցի իրավապահները մետաղորսիչներ են տեղադրել։ Հավատացյալների համար նման միջոցառումներն անընդունելի են, նրանց մեծ մասը հրաժարվել է անցնել մետաղորսիչների միջով ու արդեն մեկ շաբաթ աղոթում է սրբավայրերի դիմաց։ Աղոթքն ուղեկցվում է ոստիկանների հետ բախումներով, կա 34 տուժած, ըստ մահմեդականների Իսրայելն այս կերպ ցանկանում է ընդլայնել ազդեցությունը Սուրբ Լեռան հանդեպ։ Իսրայելը խոստացել է կոնֆլիկտային վիճակը կարգավորել մինչև ուրբաթ իսրայելցի արաբների ու պաղեստինցիների ուրբաթօրյա զանգվածային աղոթքից առաջ։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։